Պարոն Սաֆարյանը Բաքվում կայացրեց ՑՄԱ դատավճիռներ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության համար, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Սպասվելի էր դա, որտեղ ամիսներ առաջ ես ինքս կանխազգում էի, որ լինելու է այսպիսի դատավճիռ, նույնիսկ պիտի ասեմ, որ 1 տարվա կամ 2 տարվա բան չեմ սխալվել։ Դե բնական է, կապված երկու նախագահների հետ, քանի որ նրանց տարիքը հատում է 65 տարեկանի շեմը, ՑՄԱ ազատազրկման դատավճիռ չէին կարող տալ, որովհետև Ադրբեջանի քրեական օրենսգրքով կամ սահմանադրությամբ չկա 65 տարեկան եւ բարձր մարդկանց վերաբերյալ ուրեմն ՑՄԱ ազատազրկում կամ պատիժ։ Մյուս ուրեմն պատանդների մասով ռազմաքաղաքական սպասվելու էր դա, որովհետև դա որոշված է եղել նախապես Ադրբեջանի այսպես կոչված ուրեմն նախագահի աշխատակազմում անձամբ Ալիևի կարգադրությամբ եւ դա սպասվելի էր։ Որպես երևույթ ես կասեմ, որ սա մեծ խարան է, մեծ բիծ է մեր ժողովրդի կյանքում, մեր հայ ժողովրդի հասարակական, քաղաքական եւ ոչ միայն հասարակական, քաղաքական, ընդհանրապես մեր ժողովրդի կյանքում։ Բայց կարծեք թե իշխանությունները մտահոգված չեն, արդեն 2 օր է ցտուն չեն հանում։ Ես չեմ կարող ասել, ես իշխանության փոխարեն չեմ կարող խոսել, ես ինքս կարող եմ խոսել միայն իմ փոխարեն, եւ ես պիտի ասեմ, որ նա էլ չեմ ընդունում, որ ասում են, գիտեք ինչ, իրենք ընդունեցին ռուսական ուրեմն հովանավորությունը, իրենք ընդունեցին ռուսական գերիշխանություն ասեմ, թե չգիտեմ հպատակություն ասեմ, այդ տրամաբանության մեջ ես դա էլ չեմ ընդունում։ Այո, բոլորս գիտենք, որ ինչ տեղի ունեցավ 2023 թվականի օգոստոսին Արցախում, երբ որ կատարվեց պետական հեղաշրջում, ինչքան էլ փորձի արվում ասել, որ դա պետական հեղաշրջում չի, Արայիկ Հարությունյանը ինքնակամ է հրաժարական տվել, Արթուր Թովմասյանը ինքնակամ է հրաժարական տվել, բոլորս գիտենք, որ այդ հրահարումները, այդ սադրանքները դեռևս սկիզբ են առել 20 թվականի 44-օրյա պատերազմի միջապես հետո եւ փոխանակ գնալու, ուրեմն միավորվելու, փոխանակ գնալու միասնական ճանապարհով ուղիներ փնտրելու նպատակով ընտրել էին ուրեմն այդ ճանապարհը, որը դարձավ ողբերգական։ Ես ինքս հստակ կերպով ասում եմ, որ ուրեմն Ղարաբաղի Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Բաքվում ունի ռուսական ձեռագիր։ Եթե ռուսական իշխանությունները, ռուս խաղաղապահները նվազագույն հնարավորություն օգտագործեին, շատ հանգիստ կերպով կարող էին նույն սեպտեմբերյան արհավիրքի օրերին, ողբերգության օրերին կարող էին նրանց տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Առավել եւս, որ ուրեմն նրանք են եղել, այսպես ասած, ռուսական քաղաքականության ճարտարապետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Դա օքեյ, պարզ է, հասկանալ է, բայց արտգործնախարարությունը Հայաստանի վարչապետի աշխատակազմից ձեզ ինչու են լռում։ Ես միանշանակ ձեր հետ համամիտ եմ, ես գտնում եմ, որ եւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը եւ կառավարության աշխատակազմը պարտադիր կերպով այս հարցը ամեն վայրկյան պետք է բարձրացնեն միջազգային ամենաբարձր եւ ոչ միայն ամենաբարձր, ամենակարող հարթակներում, որոնք ունեն գործիքակազմ, որոնք կարող են ուրեմն ազդել Ադրբեջանում ուրեմն տեղի ունեցող, ոչ միայն տեղի ունեցող, այլ այս
երևույթի դեմ շուտապույտ նրանց ազատելով։ Եվ դրանց մեջ ամենակարևոր ես համարում եմ Միացյալ Նահանգների փոխնախագահի այսը տարածաշրջան, Հայաստան եւ Ադրբեջան, եւ ես գտնում եմ, որ առաջնակարգ խնդիրներից մեկը պիտի լինի ուրեմն առաջադրանքը, որը դրվի Միացյալ Նահանգների նախագահի առջև։ Ինչ կփոխի Վենսի այցը այս առումով։ Ես կարծում եմ, որ բավական է բարի կամքի դրսևորում ամերիկյան եւ պատրաստակամություն ամերիկյան վարչակարգի կողմից, եւ ես համոզված եմ, որ նրանք շուտապույտ կերպով կհայտնվեն ազատության մեջ։ Բայց պատրաստ է Ամերիկան նման հարց պետենել օրակարգում։ Դե ես կարծում եմ հարցի թիրախը, հարցադրման թիրախը ես չեմ։ Դա ձեր կարծիքով։ Ինչքան իմ կարծիքով, այո։ Ինչու ո՞րն է այդ հարցում Ամերիկայի Որտեղ այստեղ շահագրգռվածությունը։ թիվ մեկ խնդիրը այն է, որ եթե գնում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, թրիպի կյանքի կոչելուն, թրիպի իմպլեմենտացիային եւ անվտանգային նոր համակարգերի ուրեմն հաստատմանը, ներդրմանը, ապա այստեղ նաեւ կարեւոր խնդիր է դառնում Արցախի ռազմաքաղաքական գերեվարված եւ պատանդված ղեկավարությանը օր առաջ տեսնելու ազատության մեջ, որովհետեւ այլապես այս խաղաղության գործընթացը անգամ այս բարի կամքի դրսևորումը, որ ես ասում եմ, ես չեմ ասում Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում, որովհետեւ տեսեք, մենք նույն մեղադրանքները անպայման կարող ենք ներկայացնել նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը, այնինչ որ կատարեցին նրանք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բայց քանի որ ասում են խոտորնակ, ես այդ սկզբունքով չեմ ուզում առաջնորդվեմ, ես գտնում եմ, որ միջազգային գործիքակազմը իհարկե այստեղ ամենակարևորը Միացյալ Նահանգների վարչակարգի պատրաստակամությունն է։ Օր առաջ մենք կարող ենք նրանց տեսնել ազատության մեջ։ Գիտեք, Նարեկ, շատ բան կարող եմ ես ասել, առավելևս, որ ես այդ օրերին եղել եմ պասիվ հայացողի դերում չեմ եղել։ Ես պիտի ասեմ, որ այն մտայնությունը, այն մտածելակերպը, որ այդ ժամանակ համակված էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, անընդունելի էր ոտից գլուխ։ Ես տեսել եմ նրանց շատերի թունոտ ատելությունը Հայաստանի կառավարության հանդեպ եւ Ստեփանակերտում եմ տեսել եւ այստեղ եմ տեսել։ Նույնիսկ իմ բարձրացրած հարցադրմանը, որ Հայաստանի կառավարությունը այս օրերին մի քանի անգամ ավելին է շատ գումար ուղարկում եւ օգնում Արցախի հանրապետությանը, ժողովրդին եւ բանակին, նրանք այնպիսի մի պատասխան էին հորինում, ասում ինչ անեք, դա ինչ մեծ բան է, որ բայց ես պիտի ասեմ, որ սա արդեն անցած պատմություն է, խնդիրը գնում է Բաքվում պատանդարված ռազմաքաղաքական ղեկավարության կյանքի եւ նրանց փրկության մասին։ Եվ պարոն Սաֆարյան, Ալեն Սիմոնյանի այցը Ռուսաստան ինչով աչքի ընկավ, ո՞րն էր ուշագրավ ձեզ համար։ Ինքս ճիշտն ասած ես քանի որ անընդհատ կրկնություններ եմ տեսնում սոցիալական հարթակներում, բայց ես երեք ուշով ուզում եմ հետևեի այդ եւ մամլո ասուլիսներին Լավրովի հետ եւ Դաշնության խորհրդի նախագահի հետ Մատվիենկոյի եւ ուզում էի տեսնեի, որ այն կշտամբանքները եւ կսմիտները մեղմ ասած, որ հաճախ հնչում էին Ալեն Սիմոնյանի հասցեին եւ Լավրովի ինչ որ ազգային ժողովի նախագահ Էդհոր Ջորջանկով, բայց ես պիտի ասեմ, որ 35 տարվա ընթացքում ես չեմ տեսել Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար, որ կարողանար Ռուսաստանում adekvat կերպով հավասարակշռված պատասխաներ լրագրողների հարցերին եւ ոչ միայն լրագրողների հարցերին, նաեւ այդ բրիֆինգի ժամանակ նաեւ նրանց ելույթներին, մամլոասուլիսներին եւ ես պիտի ասեմ, որ ողջունում եմ, ոչ միայն ողջունում եմ, այլև իմ գոհունակությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի
պահվածքը մասնավորապես կապված եկեղեցու հանդեպ վերաբերմունքը, որ մի քանի հոգևորականների կամ որոնք շեղվել են հարյուրամյակների կանոնակարգային կետերից, որոնք շեղվել են բարոյական նորմերից, անտուր մինչև ներգրաված են եղել պետական դավադրության եւ պետականաքանդման մի քիչ խստիվ ասեցի գործընթացների մեջ եւ դրա վերաբերյալ եւ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ռազմավարական գործընկերության եւ ռուսական կողմի թերացումների հետ կապված, ինչու՞ չի նաեւ Հայաստանի պատրաստակամության մասին շատ խնդիրների շուրջը, նաեւ ռուսական քաղաքական հարթակներում շատ հաճախ հնչող, ուրեմն ոչ բարյացակամ արտահայտությունների կամ մեղմ ասած ոչ կողմնակալ արտահայտությունների մասին եւ ես գտնում եմ, որ իսկական պետական գործչի պահվածք էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ազգային ժողովի նախագահի կողմից։ Դե բայց օրինակ հասցեական ինչ-որ խնդիրների մասին խոսք եղավ, ասում է օրինակ Ալեն Սիմոնյանը նշում է, որ մտահոգում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը, բայց օրինակ չի ասում կոնկրետ ինչը։ Ես կարծում եմ, որ այդ ասելով հասկացնում է եւ այնտեղ նստածները այնպես չի, որ չեմ պատկերացնում ինչի մասին է խոսքը, եթե ասում է քաղաքական հարթակներում հնչող արտահայտություններն, ապա նա առաջերտին պարզեւոր նկատի ունի եւ Սոլովյովին, եւ Գաբրիելյանովին, եւ Դուգին, եւ էլի շատ-շատերին, ինչու՞ չի նաեւ պետական այրերին, դա կլինի Օվերչուկը, դա կլինի Գալուզինը փոխնախարարը, դա կլինի հենց անձամբ նույնիսկ Լավրովը։ Այլևս չեմ խոսում, որ թիրախը բոլորս գիտենք թիրախում ովքեր են հայտնված։ Այնպես որ պետք չի անուններ տալ, գիտեք, մեր հայկական հանրային կյանքում շատ անուններ են տալիս, շատ դեպքերում կարելի է անուններ չտալ, բայց հատկապես լրագրողներին էլ տեսանելի է, թե թիրախը որ անձին է ուղղված։ Հա, բայց Լավրովն է շատ ակտիվ, օրինակ այդ մասով անդրադառնալով քննարկումներին, որ սպառնալիքներ կան Ռուսաստանից Հայաստանին, մասնավորապես ընտրությունների միջամտել, նա տարօրինակ է դա համարում եւ ի տարբերություն Ալեն Սիմոնյանի կոնկրետ թիրախային օրինակներ է բերում։ Ես համոզված եմ, որ ուրեմն Լավրովի ասածը չի կարող լինել կառուցողական եւ անկողմնակալ։ Մարդ, որը ուղիղ 26 տարի կամ 25 տարի ղեկավարելով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, տարավ արտաքին քաղաքականությունը կոլապսի մեջ, տարավ ձախողման, լիակատար ձախողման։ Եվ այսօրվա ռուսական իրականությունը Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների եւ նաեւ այլ երկրների կողմից եւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը եւ շատ խնդիրներում ապաշրջափակումը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանի արտաքին գործոս նախարարության առաջին հերթին Լավրովի քաղաքականության ֆիասկոյով։ Այնպես որ ես Լավրովի ասածների մեջ այլ բան չեմ տեսնում, այո, Լավրովի ասածների մեջ կան սպառնալիքներ, բոլորս էլ գիտենք, բայց ես պիտի ասեմ, որ երբ որ Ալեն Սիմոնյանը ասում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մենք հավակնություն չունենք, այո, ինչի Ամերիկան չգիտի, որ Հայաստանը չի կարող առանց ԵԱՏՄ-ի երկար ժամանակ գոյություն ունենալ։ Բա ինչու է Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու օրենք ընդունում։ Այդ ամեն ինչը իրենից ենթադրում է բավականին տևական ժամանակ, ուրեմն աշխատանք, հետևողական աշխատանք եւ ուրեմն կամուրջներ վարել։ Ես ինքս միշտ այն ռուսական քաղաքականության խորը պատկերացնողներից մեկը ես համարում եմ ինձ։ Ես ինքս միշտ այն կարծիքին եմ եղել, որ Ռուսաստանը ինչպիսի դիվային քաղաքականություն է վարել Հարավային Կովկասում, կացնի դիվանագիտություն, ինչպես որ ասում ենք, տապորնայա դիպլոմատիա։ Բայց ես նաև այն կարծիքին եմ, որ պետք չէ կամուրջները մեկընդմիշտ վարել։ Մեզ պետք է սթափ, մեզ պետք է հավասարակշռված, մեզ պետք է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, այդ դեպքում առաջին հերթին նաև Ռուսաստանի հետ։ Տեսեք, ռազմավարական դաշնակից որպես այդպեսին արդեն չկա, հոդս է ցնդել։ Բայց ունենալ ուրեմն
գործընկերային եւ փոխադարձ փոխշահավետ համագործակցության հիմքով հարաբերություններ ես ինքս եւս կողմնակից եմ։ Պարոն Սաֆարյան, Ալեն Սիմոնյանը նաև հապկի թեման է առաջ բերում, ասում է, որ մենք ունենք մի շարք հարցեր, որոնց պատասխանները չենք ստացել։ Էլ ինչն է ըստ ձեզ հապկի հետ կապված անհասկանալի մութ մնացել։ Ոչ մի բան չկա հապկի հետ կապված անհասկանալի մութ, նախ ասենք, որ ինքը հապկը դա ռուսական քաղաքականության մամլիչ, ճզմիչ, ռազմական ուրեմն գործիք է, գործիքակազմ է։ Շատ էլ այնտեղ ընդգրկված է Բելոռուսը, Միջին Ասիայի երկրները եւ Հայաստանը, բայց ես պիտի ասեմ, որ հապկ ասելով ես նկատի ունեմ Ռուսաստանի զինված ուժերը։ Առավել եւս կա նաեւ մեկ ուրիշ, այսպես ասած, ոչ մեր օգտին խոսող գործոն, որ հապկի անդամ երկրները բոլորը ունեն մեղմ ասած ադրբեջանամետ ուղղվածություն կամ նրանցից ոչ մեկը Հայաստանի հետ չունեն բայրացական հարաբերություններ։ Այսինքն ինչ է կարծում Ալեն Սիմոնյանը չգիտի, որ մենք 300 միլիոն փող ենք փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը դոլարին համարժեք դրամ ժամանակին զենքի մատակարարումը ապահովելու համար եւ չի արվել։ Ալեն Սիմոնյանը չգիտի, որ ջերմուկի էսկալացիայի ժամանակ մեկ գիշերվա մեջ մենք 67 դիրք ենք հանձնել, երբ որ հապկը պարտավոր էր մասնակցել իր զորաբանակով, բայց չմասնակցեց։ Նաև շատ խնդիրներ։ Հապկի հետ կապող մենք այսօր ես բարձրաձայն ասում եմ, մենք ոչ մի աղերս եւ ոչ մի ընդհանրություն չունենք, ընդհանուր գծեր չունենք։ Եվ այս օրերին նաև մենք տեսանք, որ միտինգներ են տեղի ունենում Ռուսաստանում, դուք սա ինչպես եք մեկնաբանում, ի պաշտպանություն եկեղեցու, այդպես է ներկայացվում եւ ընդդեմ Հայաստանի իշխանության։ Ես պիտի ասեմ, որ եկեղեցու հոգուտ եկեղեցու հանրահավաքներ ես չեմ տեսնում Ռուսաստանում։ Կա հանրահավաքներ հոգուտ մայր աթոռը բռնի կերպով զավթած մի քանի հոգևորականներին որպես հաջակցություն։ Գալով նրանց այն արժեհամակարգը կրող մարդիկ, որոնք ես տեսնում եմ հանրահավաքներին, դրանց դեմքերը, ես պիտի ասեմ, դրանք հակապետական ուժեր են։ Նույնիսկ չեմ էլ ուզում ասեմ փափուկ ուժի soft power-ը, գիտեք, փափուկ ուժը կամ soft power-ը դա այն երկրներին է ներհատուկ, որոնք ունեն ժողովրդավարություն, որոնք ունենք ուրեմն կայուն տնտեսական զարգացման հեռանկարներ, ասենք Ռուսաստանի համար ինչ է նշանակում։ Ռուսաստանը միշտ էլ խոսում է սպառնալիքների, նենգասպառնալիքների, ուժի դիրքերից եւ այլ եւ այլ։ Հայկական արմատներով Մոսկվայում եւ Ռուսաստանի տարբեր վայրերում սկիզբ առած ցակած այսպես կոչված հանրահավաքները, դրանք ուղղորդված են նախ, այսպես ասեմ, այսպես կոչված հանրահավաքները եկեղեցու աջակցության հետ ոչ մի աղերս չունեն, դա աջակցություն է ընդամենը մի քանի բարձրակարգ հոգևորականների, այդ թվում Կտրիչ Ներսյանի եւ ելի մի քանի հոգևորականների, որոնք վաղուց շեղվել են հայ եկեղեցու դարավոր կանոնադրային հիմնադրույթներից, որոնք այլասերված են, որոնք բարոյական առումով եւ քաղաքական առումով վաղուց պետք է հեռացված լինեին մայր աթոռից։ Այլևս չեմ խոսում նրանց հակապետական եւ հայրենադար գործունեության մասին։ Եվ այս ուղղափառ բառի ավելացման շուրջ է հիմա քննարկումներ կան։ Դուք ինչ հասկացաք, դա ինչ վեճ է։ Տեսեք, Նարիկ, սկսած երրորդ դարի վերջից կամ 4-րդ դարի առաջին թվականից մինչև հիմա ինչքան խորացել եմ հայոց պատմության մեջ, միշտ դրան զուգահեռ խորացել եմ նաև հայ եկեղեցու պատմության մեջ։ Առաքելադավան հայ եկեղեցին, որը ներկայացնում են որպես հայոց պետության փոխարինող, հայ մշակույթի ուրեմն բարձրարժեք կրող, չգիտեմ, այլևս հավատքի հետ կապված սկզբունքային եւ հետեւողական քաղաքականություն իրականացնող կյանքի հետ գրեթե ոչ մի աղերս չունի։
Չեմ խոսում այն մասին, որ պետականության գերակայությունը չընդունող եկեղեցին ընդունում է խավարը, ընկրվում է խավարի մեջ։ Դրանք հերթական ուրեմն հաճոյանալու, դուր գալու ուրեմն որակներն են, որ դրսևորում է հայ եկեղեցին, ցույց տալով իր ուրեմն այսպես կոչված վերաբերմունքը հայ-ռուսական խաթարված հարաբերությունների հանդեպ, նորից եմ կրկնում, այդպիսի բան չկա, եւ դա իրավունք չունի, ես դա համարում եմ եկեղեցու մեջ աղանդի, նոր աղանդի դրսևորման արգասիկ, նոր աղանդի դրսևորման փաստ։ Ուղղափառ բարի ավելացում է։ Այո։ Դա շեղում է մեր ավանդական արժեքներից, տեսեք, եթե այդպես է, ուրեմն ես պիտի ասեմ հետեւյալը. մեր հարավանությունները, մեր հավատքի հարավանությունները հայ կաթողիկե եկեղեցին հատկապես իր նշանավոր հաստատությամբ, մխիթարյան միաբանությամբ եւ հայ ավետարանչական ընկերակցությունները, Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ այլը ազգային մշակույթի առումով հայոց պետականությանը սատար կանգնելու առումով մի քանի անգամ ավելի ուրեմն նպաստավոր են, մի քանի անգամ ավելի մեծ գործ են կատարել, քան հայ առաքելական եկեղեցին մայր աթոռով, այն էլ այս տերերով, այն էլ ուրեմն այդ աթոռը բռնազավթված մի քանի հոգևորականներով։ Ես դա ասում եմ բացարձակ ճշմարտությամբ։ Այո, ես դա համարում եմ մեծ խախտում։ Ոչ թե մեծ խախտում, ես դա համարում եմ, այսպես ասած, ուրեմն ես դա համարում եմ հերձվածողական դրսևորում։ Բայց օրինակ Մայրաթորից Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանը գրառում է արել հիշեցնելով Մաղաքիա arczepiskopos Օրմանյանի աշխատություններից մեկը, որտեղ գրված է մեջբերեմ, ասում է Օրմանյանական այս հիրավի հուժկու ապտակը լիովին բավարար է ընդդեմ հայոց եկեղեցու ասպատակածների, ասում է ամոթ է, հազար ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը ընդմիշտ զարնվելով հայաստանյաց ընդհանրական առաքելական ուղղափառ եւ սուրբ եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին, այսինքն ասում է, որ այդ աշխատությունում նշում է առաքելական ուղղափառ։ Ես տեղյակ եմ դրան, Մաղաքիա Օրմանյանի ազգապատում աշխատությունը ընթերցել եմ, ընդ որում ոչ մեկ անգամ, ընթերցել եմ նաեւ ուրեմն Սեմյոն Երևանցու աշխատությունը հայ եկեղեցու հետ կապված Եվս այլ աշխատություններ, ես չեմ կարող հայ եկեղեցու հետ կապված խնդիրները կամ բարենորոգումները մեկնաբանել այնպես, ինչպես մեկնաբանում են իրենց կրոնագետ եւ հայ եկեղեցու պատմության մասնագետներ հորժորջող աստվածամերժները, աթեիզմի դասախոսները, որոնք այսօր հանդես են գալիս որպես կրոնի, ասենք մեր պետական համալսարանի դասախոսները, ասենք խոսում են եկեղեցու պատմությունից, որոնք եկեղեցու պատմության մասին ոչ մի պատկերացում չունեն, որոնք դրվագային առումով նույնիսկ չունեն։ Այո, Օրմանյանի մեջ, Օրմանյանի աշխատություններում հատկապես եկեղեցու հետ կապված կա այդպիսի բան, բայց նաև մեկ ուրիշ բան կա։ Մենք ունենք պատմաբան Լեո, երբ որ միշտ ասում է, որ առաքելադավանությունը մեր տոնը քանդել է, սկսած 4-րդ դարից, երբ որ մենք մերժեցինք քաղկեդոնականությունը։ Հիմա սրանք զուտ կրոնական դաշտից է։ Սա վերագրել որպես բա եթե այդպես ասող էր, նույն ասողիկը դա ասեր 3 տասնամյակ առաջ, 2 տասնամյակ առաջ, այսօր եկել է պահը, երբ որ ջրի երես է դուրս եկել եկեղեցու ներսում կատարված բազմաթիվ այլանդակությունները, խաթարված է հոգևոր կյանքը, հավատի ներողություն եմ խնդրում, այլանդակություններով եւ ոչ բարոյական կերպով ապրելուն զուգահեռ ձեռքի հետ էլ զբաղվում են նաեւ հավատքի քարոզով, հիմա ասողիկը կլինի, մեկ ուրիշ Ռուբեն Վարդապետը կլինի, մեկ ուրիշը կլինի, այսօր մենք տեսնում ենք, որ ինչ է կատարվում եւ նաեւ շատ դեպքերում ասում են, դե գիտեք,
կաթոլիկ եկեղեցու վերադաս այրերն էլ, չէ, հոգևոր հայրերն էլ զբաղված են մանկապարտությամբ, այսինքն փոխանակ ասելու, որ մենք ունենք այսպիսի արատներ, նրանք իրենց հայմատում են այն մարդկանց հետ եւ ասում են նրանք մանկապիեսներ են։ Պարոն Սաֆարյան, արեք մանկապիեսներն էս փուլումը մի կողմ դնենք։ 2018-ին է, ավելացվել բանում փոփոխություն եղել Նոր Նախիջևանի Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի կանոնադրությունում եւ 18 թվականի կանոնադրության փոփոխությամբ է ուղղափառ բառը ավելացել։ Ըստ 18 թվականին ինչու է ըստ ձեզ դա եղել եւ եթե հայ առաքելական ուղղափառ եկեղեցի, ապա ինչու է ըստ ձեզ միայն Ռուսաստանի թեմում դա գրվել եւ մյուս տեղերը չի գրվում։ Ես գտնում եմ, որ սա լրիվ կեղծիք է, 2018-ին այսպիսի բան չի եղել, ինքը դե ռեգիստրում է նշած ռեգիստրներ կարող են շատ հանգիստ կեղծել, մեր մոտ էլ է բավականին կեղծել ռեգիստրները եւ 2018-ին նույն ինքը Կարո Ներսիսյան, հա, կարծեմ, բանը Եզրաս Սրբազանը նույն ինքը վիճակի է ամեն մի այլանդակությունների։ Դե եթե դա ընդունենք, որ հայ առաքելական ուղղափառ եկեղեցի է, ապա նույն բանը պետք է լիներ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների երկու թեմերի, չէ, արևմտյան, արևելյան թեմերի, ուրեմն գործառույթի մեջ, Եվրոպայի, Հարավյան հայրապետական թեմի ճչում է, չէ, որ աղաղակող անարդարություն է եւ կեղծիքներ է։ Եվ վերջին հաշվով, գիտեք, ես միշտ ձեզ ասել եմ, իմ արժի համակարգը թույլ չի տալիս մեկնաբանել ոչ բարոյական նորմերով ապրող, հավատուրացությունը դրոշ սարքած, շնաբարո վարքագրության տեր ճակերտավոր հոգևորականների գործելավոճը եւ նրանց մոտեցումները հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Այնպես չի, որ հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ առաքելադավ հայ առաքելադավ եկեղեցին չունի իր խոցելի կողմերը։ Հենց մեկը պետության հանդեպ իր վերաբերմունքը, հենց մեկը մեր զոհված զավակներին չսրբադասելը, հենց մեկը որպես շահագործող դաս հանդես գալը, հենց մեկը այն մեծ հորջորջանքը, որ իբր պետության բացակայության ժամանակ եկեղեցին եղել է պետությանը փոխարինող, որ եկեղեցին եղել է շահագործող դաս, հենց մեկը, որ խաչի պաշտամունքը պետք է միշտ ուրեմն ստորադասվեր պետության զինանշաններին։ Եվ մեր Սուրբ Սրբոցը եկեղեցին պիտի ընդունի, որ պիտի լինի բանակի զինվորը առաջի հերթին, ասեք լսում եմ։ Այս ուղղափառ բառի գրությունն օրինակ բացատրվում է նրանով ոչ թե որ հայ առաքելական եկեղեցին պատկանում է հունա-ռուսական ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, այլ ուղղափառ բառի իմաստով, որ չի միացել 451 թվականի Քաղկեդոնի ժողովի ընդունված այդ որոշումներին եւ իրեն համարել է ուղիղ հավատքը պահող։ Նաեւ այսպիսի մեկնաբանություն կա։ Հիմա ինչու է դա ռուսական, հա, գծով տա։ Դե ինչ է նշանակում ուրեմն հունա-ռուսական։ Նախ մի ժողովուրդ, որը քրիստոնեությունը ընդունել է առնվազն մեզնից 700 տարի հետո, ինչ է նշանակում շեշտել հունական կամ հունա-ռուսական։ Սա մեկ։ Եվ երկրորդը, ինչպես կարելի է այդքան կեղծիքներով գնալ այդ ճանապարհով։ Եթե մենք Չէ, հիմա բացատրությունն ասում է ուղղափառ չի նշանակում, որ հունա-ռուսական եկեղեցու մաս է հայերը։ Ուղղափառ նշանակում, այո, ուղիղ ուրեմն հավատ կամ ուղիղ ասենք պաշտամունք։ Հիմա տեսեք, սա արդեն մենք դառնում ենք բառախաղի հետևորդներ։ Մենք դառնում ենք բառախաղի գերիներ։ Այնպես որ սրանով բացատրել եւ մեջ բերել Մաղախ Գեորմանյանին ես համարում եմ մեծ ուրեմն աշխակապություն։ Ես համարում եմ հանակ, հիպնոզ։ Քաղաքական ենթատեքստ կա ձեզ այդ ուղղափառ բառը ավելացնելու։ Միայն ու միայն քաղաքական ենթատեքստով։ Դա ավելի շատ դուր գալու համար ռուսաց
պետական այրերին։ Ուրիշ ոչ մի բան, քանի որ նրանք դարձել են այսօր օտարերկրյա շահերը սպասարկող եւ նաեւ գործակալական ցանցի կրողներ, ինչու՞ չի նաեւ հայ ժողովրդի Հայաստանի հանդեպ պետականադավ գործիքակազմ։ Վլադիմիր Պուտինն էլ բան ու գործ չունի ռուս-ուկրաինական պատերազմի խորտակվող տնտեսությունը թողած իրեն հետաքրքրում է թե հայաստանյաց եկեղեցու իր երկրում գտնվող միանշանակ ցուցանակի վրա ինչ է գրված։ Միանշանակ ձեզ ասում եմ, որ Վլադիմիր Պուտինը սրա մասին անպայման իրազեկված է։ Միաժամանակ ձեզ ասում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների խաթարումը անմիջականորեն կապված է Վլադիմիր Պուտինի գործունեության հետ։ Մեղմ եմ ասում պարզապես մենք ունեցել ենք դրա նախորդող ժամանակահատվածը, որտեղ որ այդ երկրում նախագահ է եղել Բորիս Ելցինի, իր անձնական կենցաղը թողած մի կողմ եւ պաշտպանության նախարար է եղել Գրաչովը։ Այնպես որ ասել սրանցից հեռու չի, դե կարող է Վլադիմիր Պուտինը չի այս հրահանգը տվել, բայց կարող է մեկ այլ բարձրաստիճան։ Լավ, բայց պետք է եթե նման հրահանգ գտվի եւ այդ ուղղափառ բառը քաղաքական ենթատեքստ ունի, պետք է նաեւ ասվի թե դա ինչն է։ Ես կարծում եմ դրան անպայման կհետևի համապատասխան ուրեմն հայտարարությունը եւ պետական այրերի կողմից եւ ինչու՞ չի նաեւ այն մարդկանց կողմից, որոնք այսօր մտահոգված են հայ-ռաքելական եկեղեցու դարավոր ավանդույթները պահպանելու գործում։ Դրա պատասխանը անպայման կտրվի։ Եվ պարոն Սաֆարյան, կարծեք թե տեղի չունենալու ըստ էության եպիսկոպոսատ ժողովը ամեն դեպքում 6 եպիսկոպոսի երկրից դուրս գալու հնարավորությունը սահմանափակվել է, իշխանությունները արդեն ամեն գործիք կիրառում են, ցույց տալով, որ իր ուժը, ամեն դեպքում իշխանության ձեռքին գործիքները ավելի շատ են, սա արդյոք խնդրահարույց չէ, մտահոգիչ չէ։ Ես իմ համար երբեք խնդրահարույց չէ, ընդհակառակը ես միշտ դեմ եմ եղել, որ հայ-ռաքելական եկեղեցու որևէ ներկայացուցչական մարմնի հավաք կլինի, ժողով կլինի անցկացնել արտերկրում։ Ես միշտ դեմ եմ եղել, ասեմ ինչու։ Տեսեք, սկսած 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր չի գումարվել ազգային եկեղեցական ժողով։ 2017 թվականին գումարվել է եկեղեցու ներկայացուցիչների ժողով, որ փորձ է արվում որոշ այսպես գերագույն հոգևոր խորհրդի անդամների կողմից իրավաբան իրենց հորժոժված մարդկանց կողմից ներկայացնել որպես ազգային եկեղեցական ժողով, որը բացահայտ կեղծիք է։ Քահանայից ժողովները, եպիսկոպոսած ժողովները, գերագույն հոգևոր խորհրդի ժողովները, ես դա համարում եմ ուրեմն զուտ մեկ անձի թելադրանքով եւ կամոք գումարված ժողովներ, տվյալ դեպքում Կտրիշներ Սյանի, գալով նրան, որ արտերկրում անցկացվում է հայ-ռաքելական եկեղեցու եպիսկոպոսած ժողով, ես սա համարում եմ մեծագույն հարված հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ կանոնակարգին եւ ուրեմն արժեհամակարգին, որովհետեւ ինչ է նշանակում բայց Երուսաղեմում ինչպես է տեղի ունեցել։ Երուսաղեմում կարող է տեղի ունենալ, որովհետեւ ասեմ ինչու համար, որովհետեւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը համարվում է հայ-ռաքելական եկեղեցու նվիրապետություններից մեկը, այդ նույնը կարող է տեղի ունենալ նաեւ Կիլիկիայում, ներողություն եմ խնդրում, Լիբանանում, որովհետեւ այնտեղ մենք ունենք նվիրապետություն, այսինքն ինչ է նշանակում այդ դեպքում ես եթե Գարեգին Կոչեցյալը կամ Գարեգին Վեհապար Կոչեցյալը շատ է մտահոգված եկեղեցու ներսում բարոյական նորմերի խաթարման խնդիրներով եւ ուզում է եկեղեցին վերանի այդպիսի ուրեմն պարակտված իրավիճակից, ինքը թող եպիսկոպոսած ժողովը գումարի մայրաթոռում, էշմիածնում, ինչու է տեղափոխում Ավստրիա։ Ես պիտի ասեմ, որ այստեղ կա մոտեցում պետության հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այստեղ կա մոտեցում իր 100,000-ավոր հավատացյալների հանդեպ կեղծ վերաբերմունքի եւ ես պիտի ասեմ, որ հոգեվոր բարոյական ուրեմն նորմերը պահպանող կազմակերպությունից վերածում քաղաքական գործիքի հակապետական ուժերի ձեռքին։
այլ մեկնաբանություն ես չեմ կարող ասել, եւ պետությունը, ոչ միայն պետությունը, եւ նաեւ մեր գործառույթ իրականացնող կառավարական օղակները հստակ կերպով պետք է ընտրեն այդ ճանապարհը, ոչ միայն այդ ճանապարհը, ընդհակառակը մեր եկեղեցու բազմաթիվ սպասավորներ, որոնք ունեն արքության աստիճան, որոնք ունեն եպիսկոպոսի աստիճան, որոնք ունեն վարդապետի կամ հայր սուրբի աստիճան, նրանք ինքները պետք է առաջինը բոյկոտեն այդ ժողովի անցկացումը։ Դա ուղղված է մեր պետության դեմ։ Լավ։ Եվ վերջում Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս խնդրին եւ ասում է, որ կաթողիկոսը շատ մեղմ է այդ իր դեմ դուրս եկած եպիսկոպոսների, ավելի կտրուկ քայլեր պետք է լինես, որոնք են այդ կտրուկ քայլերը։ Քոչարյանի պատկերացմամբ դա ինչը կարող է լինել։ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոսել ուրեմն թալանից, Ռոբերտ Քոչարյանը կարող է խոսել իրեն վերագրվող հանցանքներից, Ռոբերտ Քոչարյանը կարող է խոսել պոլիտբյուրոյից, կարող է խոսել ուրեմն սիստեմա ընկերությունից, կարող է խոսել նաև Հյուսիսային պողոտայի մի քանի 100 բնակարան ունենալուց, բայց նա եւ բարոյական եւ հավատքի առումով եւ արժի համակարգային սկզբունքների առումով նա իրավունք չունի խոսել եկեղեցուց, որովհետեւ երկու նախադասություն ասեմ եւ չշարունակենք։ Կտրիշ Ներսյանը այլևս հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը չէ։ Ռոբերտ Քոչարյանը հայ եկեղեցու մասին ոչ մի պատկերացում չունի։ Ռոբերտ Քոչարյանը արժի համակարգով հայ ժողովրդի հոգևոր մշակութային կրողը չէ եւ նա ոչ մի աղերս չունի բազմադարյան ինչպես հայ մշակույթի, այնպես էլ հայ եկեղեցու ավանդույթների հետ։ Ես իր ասածը եկեղեցու հետևորդ։ Ես ինչպես նա էլ է եկեղեցու հետևորդ։ Ես չեմ պատկերացնում, որ նա կարող է լինել եկեղեցու հետևորդ։ Նա իր արժի համակարգով չի կարող լինել եկեղեցու հետևորդ։ Թղթի վրա կարող է գրել, որ ինքը նաև մահմեդական կրոնի հետևորդ է։ Բայց ես չեմ պատկերացնում ինչպես։ Նա կարող է գրել, որ նաև բայց լավ, այդ իր ասած կտրուկ քայլերը գործողությունները ինչ կարող են ենթադրել։ Ես դրա մեջ տեսնում եմ անգրագիտություն, ես դրա մեջ տեսնում եմ դարձյալ քաղաքական շահադիտական նպատակ, ես դրա մեջ տեսնում եմ վրեժխնդիր մոլուցք, որտեղ նա քնում վերակենում իշխանության ղեկին հայտնվելու երազով։ Մեծ հաշվով ես չեմ պատկերացնում, որ կարելի է առհասարակ ժամանակ կորցնել Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները հայ ժողովրդի հետ կապված, հայ մշակույթի հետ կապված, եթե մի մարդ կարող է հանդգնություն ունենալ եւ գնա Երևանի պետական համալսարան եւ ասի, որ ես գիրք չեմ ընթերցում եւ իր գիրքը երբ որ գրել է, ասում են, որ Քոչարյանի գիրքը այսպես Քոչարյանի, եթե մի մարդ ինքը խոստովանել է, որ ես գիրք չեմ ընթերցում, ինչի մասին է խոսքը։ Դուք գիտեք, որ Երևանի պետական համալսարան, երբ որ գնում են խորհրդային Հայաստանի ղեկավարները, առնվազն 3 ամիս գործողություններ է լինում, էքսկուրսիաներ է լինում, Կենտկոմի գաղափարական գծով բաժնի վարիչի, Կենտկոմի քարտուղարի, Երևանի քաղաքոմի առաջին քարտուղարի, կրթության նախարարի, որպեսզի կարողանան կազմակերպել, թե ինչպես կարող է անցնել երկրի ղեկավարի հանդիպումը ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քանի որ Երևանի պետական համալսարանը այն սերուցքն էր կրթական եւ մշակութային եւ գիտական, որտեղ երբ որ երկրի ղեկավարը մտնում էր հակուկապով, զգաստ տոնով, քրտնած վիճակում եւ ընկճված վիճակում դուրս էր գալիս, որտեղ նա զարնում էր այնպիսի խելքի, այնպիսի գիգանտների, որ դժվար էր այնտեղ հավասարակշռություն պահպանելը։ Այնպես որ ես անհարմար եմ զգում, որ ես իսպիտի թույլ տամ մեկնաբանեմ Ռոբերտ Քոչարյանի ուրեմն մոտեցումները հայ եկեղեցու հանդեպ։ Դա իմ համար նողկալի կլինի, եթե դա անդրադառնամ այդ հարցերին։ Եվ որ ասում եք Քոչարյանը թող իր կատարած հանցանքներից խոսի, ինչ նկատի ունեք։ Այո, հենց ես ասեմ ինչը նկատի ունենք։ Առաջինը ուրեմն իր վերաբերմունքը հանրային կյանքի հանդեպ։
Երկրորդը այն մոտեցումը արտաքին քաղաքականության մեջ երբ առնվազն 20 տարի մեզնից գաղտնի ծածուկ էին պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի փոխանակումը Ադրբեջանի ուրեմն այսպես ասած ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում եթե իրենք ասում են որ արդեն Ղարաբաղի խնդիրը լուծված է ինքնորոշման եւ այլ ապա ինչ փոխանակման մասին կարող էր խոսք լինել ծածուկ պահել ուրեմն մեղրու տարբերակի փոխանակումը որը հելավ ուրեմն ռեալ իրականություն ես դա համարում եմ դավաճանություն եւ կա մարտի 1-ը կա գույք պարտքի դիմացը ես նախորդ իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ եթե ժամանակ կա խնդրում եմ թույլ տաք 2 րոպեով ես ընդհանրապես ասեմ ինչ է տեղի ունեցել գույք պարտքի դիմացով երբ որ Հայաստանի Հանրապետությունը շուրջ $100 միլիոն համարժեք գումարի չափով Ռուսաստանի Դաշնությանը նվիրաբերեց ուրեմն Հրազդանի ջեկը Մարս գործարանը ռոբոտների չէ այդպես են ասում Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ կարծեմ եւս մի կազմակերպություն դա այլ գումար չէր քան այն որ այդ 100 միլիոնը գոյացել էր Հայրուս գազարդի պարտքի դիմաց բայց քանի որ մեր ժողովուրդը այդ գազի վճարները ամսական վճարները տալիս էր շատ ուրեմն պարտաճանաչ կերպով օրինապահ կերպով Եվ այդ 100 միլիոնը գազի դիմաց այդ 100 միլիոնը գնացել է ընդամենը մի քանի հոգու, մի քանի Գերդաստանի գրպան, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի, հայտնի գործարարի, Սերժ Սարգսյանի եղբոր եւ դրանով մենք այդ հրաշք եւ հզոր գործարանները գերժամանակակից հանձնեցինք Ռուսաստանին։ Գալով նրան, որ ինքը դարձել է սիստեմա ընկերություններում տնօրեն բոլորս գիտենք, որ Սոտքի ոսկու հանք կազմակերպությունը, գործարանը, բացբաժնետիրական, որը պատկանում էր հնդկական կողմին, որ նրանք գնել էին Հայաստանի Հանրապետությունից ներդրումներ կատարելով, նրա տնօրեն Սանջեին ստիպել են երկար ժամանակ, որ նա 60 միլիոնով վաճառի այդ գործարանը ռուսական, ուրեմն գեոպրոմայնինգին Եվ նա ես ինչու եմ սա ասում, որովհետև ես եղել եմ անմիջապես ճանաչել եմ այդ տնօրենին եւ ես քանի որ այդ ժամանակ ունեի երիտասարդական պալատը վարձակալության պայմանագրով կառավարման իրավունք շուրջ 50 տարի ես փորձել եմ այդ մարդու միջոցով ներդրումներ կատարել երիտասարդության պալատում, բայց դա էլ չհաջողվեց եւ նա ինձ պատմեց, որ ստիպել են մի քանի օրվա ընթացքում որպեսզի $60 միլիոն վաճառի ռուսական այդ ընկերությանը եւ ինքը հանդիմանել է ասել են նույնիսկ գոնե 90 միլիոն ասել են ոչ Ռոբերտ Քոչարյանը $60 միլիոն կարողանում է ստիպել նրան որ նա վաճառում է ռուսական ընկերությանը գեոպրոմայնինգին եւ հետագայում $150 միլիոն ինքը դառնում է ներդրումային կապիտալով, կաշառքով, ինքը դառնում է կամ կոռուպցիայով, ինքը դառնում է սիստեմա ընկերության բաժնետեր։ Գեոպրոմայնինգն էլ համարում էր սիստեմա ընկերության բաղկացուցիչ մասը։ Եվ պատահական չէր, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Դավոս, այդ նույն օրը Հայաստանում էր չմեկնեց Դավոս մեկնելու օրը հրաժարվեց մեկնել Դավոս եւ այդ օրը նա ընդունեց այդ ընկերության սիստեման հանձնվել է հավատարմագրային կամ արտոնագրային կառավարման այդ ընկերության ղեկավար Եվդոկիմովին, որը սերտ կապերի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այնպես որ ահա այսպիսի $100 միլիոնավոր դոլարներով գործարքներ եւ չգիտեմ ինչով է զբաղված մեր պետական կառույցները, իրավակարգը արդարադատությունը, օրինապահ մարմինները, ոստիկանությունը ասեմ, հատուկ ծառայությունները ասեմ։ Սա մեկ, ինչ եք կարծում, Արցախից պատժիչ ջոկատներ բերել է այստեղ եւ մասնակցեն Հայաստանի ներքաղաքական կյանքին, դրանով ուրեմն որոշեն ընտրությունների արդյունքները։
էլի բազմաթիվ խնդիրներ կա դրային քաղաքականության մեջ, բոլորս գիտենք նաև ինչպիսի ծավալներով փոշիացվեց Լինսի հիմնադրամի միջոցները, այլևս չեմ խոսում, որ տասնյակ անգամներ նա ասել է, որ ինչ Եվրոխորհրդարան, մոռացել եք Պոլիտբյուրո որոշումները ոնց են ընդունում։ Վերջին հաշվով ես արդեն բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա գործունեությանը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլևս չեմ խոսում ժողովրդավարությունից, դուք ինքներդ լավ գիտեք, լրագրողներ եք, ավելի լավ պատկերացում ունեք, ինչ է կատարվել ԱՄԵԿ+-ի հետ եւ այլ, եւ կարծում եմ, որ ինչպես ասում են, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տեղ կարող է հարցազրույց տալ, ընդամենը մեկ տեղ կարող է արտահայտել իր մտքերը, մեկ տեղ կարող է պաշտպանվել, դա դատարանն է եւ ազատազրկման վայրը։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։